Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելով Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հետ տեղի ունեցող ապօրինությունները, ուղղակի վախենան, ասեն դե մենք ինչ գործ ունենք, այս մարդիկ էլ ինչ են արել, ուղղակի իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել, ոչ քաղաքական պրոցեսների են անգամ մասնակցում, ոչ ինչ որ փողոցային շարժումների են այս պայդրությամբ մասնակից եղել, ուղղակի քաղաքացիական դիրքորոշումը, կեցվածքը, Նիկոլի իշխանությունը հեռացնելուն ուղղված ցանկացած խոսք հանդիպում է այսպիսի հակազդեցության, ապօրինությունների ու այսպիսի բռնաճնշումների։ Ամեն դեպքում Փաշինյանը հենց նախորդին էլ պնդում էր, որ ամեն ինչ օրինականության շրջանակներում է տեղի ունենում եւ սա այն ապագան է, որի մասին իրենք նախկինում խոսում էին։ Դե Նիկոլ 2019-ին էլ պնդում էր, որ այս պետության ամենամեծ խնդրեմը արագաչափերն են, կարմիր գծերը, ախրանիկները, մեքենաների համարները եւ թանկարժեք մեքենաներ։ Հիմա ինչ ա եղել։ Ինքը ունի ախրանիկներ, ինքը ունի թանկ մեքենաներ, այդ արագաչափերի փողերը իրա ծախսի համար է իրականացում եւ ամեն ինչ շատ նորմալ է։ Ինչ վերաբերվում է իր երազածին, հա, իր երազածին հասել է։ Պետ բյուջեն իր գրպանի փողն է, ոնց որ ասում էր, իրավապահ համակարգը Նիկոլի ստրուկներն են դարձել իր SMS-ները կարդալով եւ այդ SMS-ների համար քրյա իրավական հոդվածներ կարելով են զբաղված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր ոչինչ չեն արել, ուղղակի հանդիսանում են Հայաստանի քաղաքացի, բա իր համար ապագան եկել է, իր պատկերացրած ապագան այսպիսին է եղել, անիրավություն երկրում, հակասահմանադրական իրավիճակ եւ իր բանդան, որը զինված է եւ հնարավորություն ունի իրականացնելու ցանկացած անհետևանք մնացող գործողություն։ Մկրտչյան այսօրվա դատական իսկ սպասելիքները ինչպիսին են եւ այնուամենայնիվ որքանով է արտարացված հայոյանքը եթերից։ Ուրեմն երբ որ մենք խոսում ենք հայոյանքի մասին, մենք դի հիշենք թե ով է այդ հայոյանքը բերել Հայաստանի Հանրապետության հասարակաքաղաքական դաշտ։ Նիկոլ ազգային ժողովում, որ հայհոյում է անդիմադիր падգամավորներին, կին падգամավորներին, մենք դա մոռացել ենք։ Մենք մոռացել ենք իրան ոնց է պահում այդ ազգային ժողովի նախագահի աթոռին վերընկած Ալենը։ Քաղաքացու վրա թքում է, գերիները իր համար մեռած են, կին падգամավորներին անպատվում եւ հայհոյում է, Հայաստանի քաղաքացիներին հայհոյում է, լրագրողներին հանձնարարում էր, որ ազգային ժողովից կին լրագրողներին բռնության ենթարկեն իր ախրանիկները եւ դուրս են շպրտում ազգային ժողովի շենքից, բայց ամեն ինչը մենք չենք հիշում։ Մի պարզ բան կա այստեղ, հայհոյանքից խոսելուց առաջ պետք է հասկանալ, որ Նիկոլենք դրել են հետեւյալ բանաձևը, իրենք հայհոյում են Հայաստանի քաղաքացիներին, իրենք ծեծում են Հայաստանի քաղաքացիներին, իրենք սպառնում են Հայաստանի քաղաքացիներին, իրենք սպանում են Հայաստանի քաղաքացիներին եւ ավելին, իրենք բացառել են Հայաստանի քաղաքացիների համար ինքնապաշտպանվելու սահմանադրական հնարավորություն։ Ենք ասում դուք չեք կարող ինքնապաշտպանեք, որտեղ ինքնապաշտպանությունը արդեն քրեորեն պատժելի է, եթե դա իրականացվում է իհարկե Նիկոլի հակաիրավական գործողությունների նկատմամբ։ Իսկ Նիկոլի ցանկացած հակաիրավական եւ իր բանդային ներկայացուցիչների ցանկացած հակաիրավական գործողություն միայն խրախուսվում է իրանց ստեղծած պետաիշխանական համակարգի շրջանակներում։ Դատական նիստից սպասելիքներ, տարբեր սպասելիքների մասին կարող ենք խոսել, բայց ոչ արդարության եւ արդարադատության, այն դատավորները, որոնք Նիկոլի ասածին եւ Նիկոլի ասածով վնգստում են տարբեր պատերի տակ, իհարկե արդարության եւ արդարադատության հետ կապ ունենալ չեն կարող։ Այն բռնաճնշումները, որոնք կան Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ Հայաստանում այսօր տասնյակ քաղաքական բանտարկյալների նկատմամբ, որ ամեն օր փորձենք դատական նիստերի գնալ, Հայաստանում ամիսը չի հերիքի, որ քաղաքական բանտարկյալներին գոնե մեկ անգամ իրենց դատական նիստերին կարողանանք հաճախել։ Այսպիսին է իրավիճակը եւ ակնհայտ է այդ բռնաճնշումները Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ չի ավարտվելու, որտեղ դրա գլխին նստածը հիմա կառավարության շենքում է։